Բարև ձեզ, Ֆակտոր TV հյուրը Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն է, ողջույն, պարոն Սարգսյան։ Ասուբարին։ Հայաստանի քաղաքական դաշտը բավականին ակտիվ է, թեև ընտրություններին մի 7-8 ամիս առնվազն կա, հիմնական տեսնում ենք ընդդիմադիր նոր խմբեր են ձևավորվում, հներն են փորձում ռեստավրացիայի ենթարկվել նոր տեսքով Փաշինյանի ղեկավարած ԿՊ-ն է մտադիր Ադրբեջանի հետ կնքել խաղաղության համաձայնագիր ընտրվելու պարագայում եւ ասում են 50+% ձայն կհավաքենք, եթե այսպես դասական ընդդիմադիր ճամբարին աշգցենք, պարոն Սարգսյան, ավելի այսպես հայրենասիրական խոսքով հանդես եկող ուժերին, Քոչարյան, Սարգսյան, նրանք էլ կոնկրետ ասելիքներ ունեն, օգոստոսի 8-ից կհրաժարվեն կամ, չգիտեմ, կպատժենք Փաշինյանին գալով իշխանության, ինչով է զբաղված Հանրապետություն կուսակցությունը։ Հանրապետություն կուսակցությունը քաղաքական պրոցեսների մեջ կարծում եմ ամենաակտիվներից է։ Ես չգիտեմ որևէ կուսակցության առաջին դեմք, որը ինձանից շատ հարցազրույցներ է տալիս, եւ ես հիմնականում փորձում եմ խոսել ապագային վերաբերվող խնդիրների մասին, փորձում եմ խոսել երկրի առաջ ծառացած այս բարդ իրավիճակը հաղթահարելու տարբերակների մասին։ Ներկա փուլում Հանրապետություն կուսակցությունը զբաղված է նաև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությամբ։ Կարևորում եք այդ։ Միանշանակ կարևորում ենք, որովհետև քաղաքական կուսակցությունը չի կարող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին չմասնակցել եւ համապետականում լուրջ հայտ ներկայացնել։ Այն տեղերում, որ մենք բազմաթիվ տեղերում ունենք ավականիներ Թումանյան համայնքում համայնքի ղեկավարը մեր կուսակցությանն, այո, Սուրեն Թումանյանն է, Մեղրիում էր մեր կուսակցությանը, որը պայմանավորված էր 2.5, հետո Սամվել Բաբանի կուսակցության անդամը դարձավ ԿՊ եւ 2.5-ից շուտ ինքը դարձավ այս առումով։ Դիլիջանում ունենք ավականի եւ այլն։ Մենք բազմաթիվ համայնքներում մասնակցում ենք, ապարանում ունենք բազմաթիվ համայնքներ։ Այսինքն կուսակցությունը գրեթե բոլոր տեղերում ունի բջիջներ, ունի մարդիկ եւ պիտի ասեմ, որ ընտրությունները այդ մարդիկ են, տեղում աշխատանքն է։ Միայն քարոզչությունը չի, քարոզչությունը իհարկե գերկարևոր է։ Մարդիկ պիտի հետևեն գաղափարախոսությանը, բայց նաեւ տեղում պիտի լինեն աշխատող մարդիկ, որոնք պիտի ներկայանան տվյալ թիմի անդամ, իրենք պիտի ընկալելի լինեն հանրության համար, իրենք պիտի մոտիվացիա ունենան, թե ինչի են այդ թիմի հետ, իրենց ապագան որտեղ են տեսնում եւ դա է բերելու 2026 թվականին ընտրությունների հիմնական արդյունքը։ Շատ բնական եմ նայում, որ քաղաքական ուժերը պատրաստվում են ընտրությունների, մենք հայտարարել ենք, որ բոլոր քաղաքական ուժերը, ներառյալ հանրային ու հասարակական գործիչները, այսօր պարտավոր են տեսակետ ասել։ Իրենք օգոստոսի 8-ի համաձայնագրին կողմ են, թե դա։ Սա շատ կարևոր է։ Շատ լավ, անպայման դրանից եք խոսենք, պարոն Սարգսյան, դուք ամեն դեպքում եկեք ընդունենք, չեք ընկալվում որպես դասական հայ ընդդիմադիր գործիչ, այս կոնֆիգուրացիայում, հա, մի անգամ Փաշինյանին չմեղադրեցիք դավաճանելու մեջ, կամ շատ քննադատում եք նաև նախկին իշխանություններին, բայց եթե լսես, ասենք, տարբեր ընդդիմադիր գործիչների իրավապաշտպանների, նրանք ասում են, պարոն Սարգսյան, ինչու չեք ասում, որ Սամվել Կարապետյանը քաղբանտարկյալ է, կամ, չգիտեմ, Միքայել arczepiskopos Աջապայանը, Բագրատ arczepiskopos Գալստանյանը, այսինքն նա ով չի ասում, որ այս մարդիկ քաղբանտարկյալներ են, այսպես ասենք, ընդդիմադիր չի, կամ հարում է իշխանության քաղաքականության, պարզապես որոշ դետալներով, նյուանսներով, այսպես ասենք, տարբերվում է։ Ինչպես կարձագանքեք այս քննադատությունները։ Ես կարող եմ ասել, որ դա քաղտեխնոլոգիա է։ Ձեր թվակած բոլոր ուժերը, իմ կարծիքով, ղեկավարվում են մեկ կենտրոնից։ Եվ այդ կենտրոնի հիմնական խնդիրն է հասնել կոնսենսուս -1-ի։ Եվ իրենք ասում են, այ դուք աջակցելու եք ԿՊ-ին, որպեսզի մենք ասենք, վա, ինչ եք ասում, մենք ԿՊ-ին չենք աջակցելու։ Կոալիցիա եք կազմելու, ես կոալիցիա, ոչ, ինչ եք ասում, կոալիցիա չենք կազմելու, ԿՊ-ն վատ է, մենք ԿՊ-ի դեմ ենք պայքարել ու շարունակ, այսինքն իրենք անում են այդ, որ մեր եւ ԿՊ-ի մեջ վեճ առաջանա։ Մենք ես նորից ասում եմ, կոնսենսուս -1 չի լինելու, որ իրենք 6 կուսակցությամբ Գյումրիում առաջադրվել էին ու Գյումրին վարդանիկացրեցին, նույնը չենք թողնելու ոչ 26 թվին Հայաստանում, ոչ էլ թողնելու ենք այս նոյեմբերին Էշմիածնում։ Բնականաբար այդ թաղային հեղինակություններ, մայլի տղեկ, հներ եւ այլը, սրանց բոլորի նպատակը մեկն է։
Եվ դա ամենաանկեղծը խոստովանել է Վարդան Ղուկասյանը, ասել է Ռուսաստանի հետ չի շան տղա է։ Ռոբերտ Քոչարյանն էլ է այդպես մտածում, Սամվել Կարապետյանն էլ է այդպես մտածում, ուղղակի իրենք չեն բարձրացային։ Եվ այս առումով ես չեմ տեսնում նոր ուժեր, նոր գաղափարներ։ Ես չեմ տեսնում, այդ ուժերը նույն գաղափարներն են կրվում ընդհանուր առմամբ, ինչը Կիրիենկոյի դաշտում է, որով ուզում են կոնսենսուս -1 անեն, եւ իրենց այդ հարցադրումով ուզում են մեզ կռվեցնել ԿՊ-ի հետ, որ մենք էլ ասենք, վայ, ԿՊ-ն շատ վատն է, ու այս առումով իրենք հասնեն արդյունքի։ Չի լինելու կոնսենսուս -1։ Ինչ վերաբերվում է այդ մեղադրակներին։ Տեսեք, օրինակ կնեք մի թարմ հարց, Աջապահյանը, Միքայել arczepiskopos-ը 2 տարվա ազատազրկման դատապարտվեց։ Արդյոք համաչափ էր ձեր կարծիքով այդ բաժանչափը։ Ամենատխուր գիտեք ինչու՞մն է, որ եկեղեցու սպասավոր, առավել եւս Աջապահյանը, որ կարդացած մարդ է իսկապես, ի տարբերություն Միքայել Սրբազանի։ Աջապահյանը ոչ միայն չի զղջում, որ ինքը նման հայտարարություն է արել։ Աստծո մարդը պիտի քարոզի համերաշխություն, եղբայրություն, խաղաղություն, պատերազմի ժամանակ ուժերի միավորում։ Ինքը կոչ է արել ռազմական հեղաշրջման։ Այսինքն ինչ է նշանակում համաչափ է թե չէ։ Եկեղեցականը քարոզ է անում ռազմական հեղաշրջման ու հերոսի կերպարով մտնում է դատարանի դահլիճ առանց մեղքի զգացողության։ Ինքը Աստծո առաջ իր տված խոստումն ու պատվիրանն է խախտել։ Ասում են կարծիք է ասել է։ Գիտեք ինչ, կարծիքը ասել է, կարծիքն ասել է ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II, որը ասել է, որ ինքը գտնում է, որ Նիկոլ Փաշինյանը պիտի հրաժարական տա։ Գործողություն չի առաջարկել։ Աջապահյանը գործողություն է առաջարկել։ Ասում ես նախագահներին ասում եմ, դուք այնքան չկաք, այ հարիվներ։ Այնքան չկաք, որ այնքան մարդ չունեք բանակում, այնքան հեչ եք, որ մարդ չունեք բանակում, որ դնի հեղաշրջում անի։ Հիմա կարող եք ասել հոկտեմբերի 27-ը ինչպես եղավ։ Հա դրսի կազմակերպած եւ այլը, բայց եթե ներսինը չլներ, որ այդ համապատասխան ստահակի ականջին չփշփսար, որ պիտի գնալ, որովհետեւ Վազգենով երկիրը ապագա չունի եւ այլը, եւ այդ մարդը չմտածեր, որ այդ անելով ինքը կհերոսանա ու ժողովուրդը կընդունի, ինքը այդ քայլին չէր գնա։ Հիմի Միքայել Աջապահյանի ասածը որևէ Նաիրի Հունանյան կարող էր լսել թե չէ, եւ կարող էր գնալ նման քայլի թե չէ, իհարկե կարող էր։ Գույները չեք խտասում։ Բացարձակապես չեմ խտասնում, ինչ եմ խտասնում։ Իմ ընտանիքն անցել է այդ տերորիզմի ողբերգության միջով, ես լավ խորացել եմ այդ ամենչում եւ հասկանում եմ, թե ուղղորդման մեխանիզմները Վազգեն Մանուկյանով, Ժիրար Սեֆերյանով եւ այլով նայեք այդ զանգերի ցանկը։ Ռուսական թևի նույն համատեքստի, նույն տեղից ղեկավարվող, որն էլ եկավ վերջում, ասենք Գրուի համապատասխան պետական պաշտոնյան հայտարարեց իր մահվանից մի շաբաթ առաջ, որ այդ կազմակերպել է Գրուն։ Եվ կազմակերպել է, բայց տեղում եղել են մարդիկ, որոնք օժանդակել են դրան, գաղափարական օժանդակություն են դրան։ Դա շատ էական է։ Փաշինյանը երկիրը այնպիսի վիճակի է հասցրել, որ մարդկանց նյարդերը չի դիմանում, հիմա բան է ասում են, պարոն Սարգսյան։ Գիտեք ինչ, նման վիճակի հասցրել է ողբերգություններ եղան։ Նման վիճակի հասցրել է Ռոբերտ Քոչարյանի երկիրը, որ մարդիկ ընտրելու հնարավորություն չունեին, որովհետև ընտրատեղամասերից ընտրատուփերը գողանում էին, ընդդիմությանը ծեծում էին ընտրության տարածքի բակում եւ ընտրատեղամասում, մարդուն ասում էին առես 5000-ը վերցրու, գնաց մեզ կքվեարկես։ Այ եթե չքվեարկես, տղայիդ գործից կանենք, կինը դպրոցում չի աշխատի։ Իրենք էին այդ անելանելի վիճակը ստեղծել եւ այդ անելանելի վիճակի արդյունքը եղավ 17 թվականի հեղափոխությունը 2017 թվական։ Հիմա եթե այդ անելանելի վիճակն է, ինչի ժողովուրդը դուրս չի գալիս փողոց, այն նույն Ռոբերտ Քոչարյանի, Աջապահյանի, չգիտեմ Միքայել Սրբազանի, եկեղեցու Բաքվում արվող այդ միտինգներում, որտեղ 100 մարդուց ավել չի ավակվում, որտեղ ժողովուրդը շատ լավ հասկանում է, որ այս մարդիկ 7 գիտեն, 7-ն էլ մեղրի մասին է, որի հիմնական գաղափարախոսությունը հետևյալն է. ով Հայաստանը չի տեսնում ռուսների հետ, ինքը շան տղա է։ Այս տրամաբանության մեջ գործող ուժեր են, նոր ձևավորված կուսակցությունները, մեր ձևովը եւ այլը։ Այս ամեն ինչը նույն համատեքստն ունեն։ Իրենք որևէ նոր բան չեն առաջարկում։ Այսինքն կնեք քաղաքական դաշտի ձեր բաժանումը ոչ թե այսպես ով է դավաճանը, ով է
չգիտեմ, հոխանձնողը այդ տրամաբանություն, ով է հայրենասերը, այլ ով է Հայաստանը տանում ռուսականացման, այսպես պայմանական ասած, եւ ով է ԵՄ-ի ԱՄՆ-ի ուղղությամբ տամ։ Դա է ձեր բաժանումը։ Գաղափարական առումով Հայաստանի ապագան որ ուղղության վրա է տեսնում տվյալ քաղաքական։ Ինչու է դա կարևոր, պարոն Սարգսյան։ Որովհետև Հայաստանի թե անվտանգության, թե տնտեսության զարգացման, թե բարեկեցության, թե մշակութային առումով զարգացումը կապված է համազոր կամ համապատասխան գաղափարական նույնություն ունեցող կոալիցիաներ ձևավորելու մեջ։ Բացարձակ առանձին որևէ փոքր երկիր չի կարող այս տարածաշրջանում լինել։ Տեսեք, Թուրքիան 90 միլիոնանոց երկիր է, միևնույնն է ՆԱՏՕ-ի անդամ է։ Իրանը շիայական աշխարհի այն հեգեմոններից է, հա, բայց էլի միայնակ չի կարողանում, փորձում է պրոքսիներ պահել, չգիտեմ, Եմենում եւ այլը եւ այլը։ Ադրբեջանը Թուրքիայի հետ եւ նաեւ Իսրայելի հետ։ Վրաստանը փորձում էր Միացյալ Նահանգների հետ, հիմա թեքվել է Ռուսաստանի հետ։ Եվ Հայաստանի այս կողմնորոշումն է, որը պիտի պահի Հայաստանի անվտանգության եւ զարգացման ուղղությունը։ Ընդ որում ես շատ ուշադիր նայում եմ, թե ռուսներն ինչ են առաջարկում։ Ինչու է Ռուսաստանի հետ այսպես մոտիկությունը հավասարեցնում անկախության կորստի հետ։ Չէ՞ որ քաղաքական ուժեր կարող են լինել, պարոն Սարգսյան, ասեն, այսօրվա Վրաստանի իշխանությունը, այնպես չի, որ Վրաստանի անկախությունը այսպես մատաղ է արել Ռուսաստանի առաջ, բայց նաև արևմուտքի ֆորպոստը չի դառնում Ռուսաստանի դեմ եւ նրանցից հեռավորություն պահպանում եւ նրանցից ինչ վատ քաղաքականություն։ Ինչու եք դուք հոմանիշ դարձնում։ Ես հոմանիշ չեմ դարձնում։ Ես ռուսաֆոբ չեմ, ռուսատիաց չեմ։ Հավելին բացի հայերենից քիչ թե շատ միայն ռուսերեն եմ խոսում։ Շատ սիրում եմ ռուսական գրականություն, ռուսական դրամատուրգիան, այն ժամանակների ռուսական կինոն, փայլուն օրինակներ կան։ Ես Ռուսաստանում բազմաթիվ լավ ընկերներ ունեմ, որոնց հետ կապեր եմ պահում։ Ես համարում եմ, որ Ռուսաստանն այսօր իր ժողովրդի դեմ ընդհանուր ուղղված քայլեր անում։ Եթե մի երկրում 30 տարի իշխանությունը չի փոխվում, այդ երկրի հետ լինելով մեր երկրում էլ 30 տարի չի փոխվելու, որտեղ իրենց դրվածքն է այդպես։ Իրենք այդ առումով որևէ բան չեն առաջարկում։ Պլյուս ես նայում եմ, որ Հայաստանի անվտանգության առումով մենք ամբողջությամբ դրել էինք ռուսական զամբյուղը։ Եվ Ռուսաստանը չկարողացավ այդ զամբյուղում իր ստանձնած գործառույթները կատարել, ու նույնիսկ ասած, որ գիտեք ինչ, Ադրբեջանի հետ այ կսահմանազատեք, դրանից հետո նոր մենք կարող ենք ասել, որ պաշտպանում ենք ձեր տարածքային ամբողջականությունը, այսինքն իրենք նույնիսկ Հայաստանի տարածքային ամբողջականությունը չեն ընդունել, չեն ճանաչել։ Երբ որ 2020 թվականին ադրբեջանական անօթաչուներն անցան Հայաստանի սահմանը եւ հասան մինչեւ Աբովյան, պարզվեց Հայաստանի հակաօդային պաշտպանությունը, որ համատեղ է Ռուսաստանի հետ, անջատված էր։ Այսինքն Ռուսաստանը չի կարողանում ապահովել Հայաստանի ռազմական անվտանգությունը, չունի այն սպառազինությունը, որ մեզ տա, ավելին ինքը սպառազինություն է գրում իրանական շահիդներ եւ այլը, փորձում է իր ռազմաարդյունաբերական կոմպլեքսը աշխատեցնել, պոտենցիալ չունի վաճառելու եւ այսօր Թուրքիայի ու Ադրբեջանի դեմ հակադրվել չի կարողանում։ Տեսեք, այսօր Ադրբեջանը ուղիղ Ռուսաստանի դեմ հակադրվում է եւ այդ պայքարում Ալիևը լավ էլ իր տեսակետները պին դրած գնում է։ Այս համատեքստում երկրորդ տնտեսական առումով Ռուսաստանը որևէ բան չի առաջարկում։ Ռուսաստանը գուրկ պատքի դիմացից հետո Հայաստանի տնտեսությունը վերցրել է եւ որևէ բան չի արել։ Հայաստանի հանգամանքային ռեսուրսները վայրենու թողինցներ են այս բառի համար, վայրենու նման է օգտագործում, ու էլի ոչինչ չի անում։ Ասում են ԵՏՄ-ում գտնվելով տնտեսական մեծ աճ ունենք։ Ինչ անելով։ Մեծ աճ ունենք ԵՏՄ-ում գտնվելով։ Գիտեք, այդ տնտեսական աճը առևտրային այդ աճը, որի մասին իրենք խոսում են, նախ նվազել է այս տարի, եւ դա պատերազմի հետևանք է, ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքն է։ Երկրորդը դա տնտեսական պոտենցիալի հզորացում չի բերել, ես այլ բանի մասին եմ խոսում։ Ես նայում եմ, թե Միացյալ Նահանգները ինչ է առաջարկում մեզ, եւ 2026 թվականի ընտրություններից հետո եթե նույնիսկ այս բազմաբևեռ աշխարհի գիծը պահի Նիկոլ Փաշինյանը ձեր ասած Վրաստանի նման, նույնիսկ այդ գիծը պահելու դեպքում մենք ունենալու ենք բացարձակ ուրիշ Հայաստան, Ռոբերտ ջան։ Ես ես համոզված եմ ասում։ Գիտեք, ես 60-ած մարդ եմ, ես անցել եմ ճանապարհ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։ Տեսել եմ, թե մարտի 1-ին հրապարակ երբ որ մտան էքստրեմալ իրավիճակ էր, Լևոն Տեր-Պետրոսյանը ինչ որոշումներ էր կայացնում։
Տեսել եմ հոկտեմբերի 27-ից հետո, երբ տանկերը քաղաքում էին, Ռոբերտ Քոչարյանը ինչ էր խոսում եւ ինչ որոշումներ էր կայացնում։ Ես գիտեմ Սերժ Սարգսյանը, ես տեսել եմ իրենց այն ամենածայրահեղ էքստրեմալ իրավիճակներում։ Եվ ես դրանից փորձ եմ ձեռք բերել։ Ես այդ մարդկանցից սովորել եմ, ինչի համար շնորհակալ եմ։ Երբեմն այդ հակառակորդներից ավելի շատ բան եմ սովորել, քան իմ հարազատ իմ եղբայրներից։ Ես ամենայն լրջությամբ ու վստահաբար եմ ասում։ Ես իմ ազգանունի Վազգեն Սարգսյանի եղբայր լինելու գինը գիտեմ։ 2026 թվականից հետո, եթե քաղաքական այս կուրսը մնում է, անկախ նրանից Նիկոլ Փաշինյանը լավ է, վատ է, ինչ տերություններ ունի, թվարկեմ իրենցից շատ, որպես ընդդիմություն էլ բացի Ռուսաստանից այլ բան խոսել չեն կարողանում։ Չեն կարողանում այդ դաշտ մտնել այդքան տնտեսագետ ունենալու։ Բայց եթե այս գիծը շարունակվում է, մենք ունենում ենք բացարձակ այլ Հայաստան։ Միացյալ Նահանգները նախագահը Միացյալ Նահանգների Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ ստորագրում է փաստաթուղթ, որի առաջին կետում գրած է կիսահաղորդիչներ։ Դուք պատկերացնում եք այդ ինչ է։ Կիսահաղորդիչները աշխարհում արտադրում է 5 երկիր՝ Թայվանը, Կորեան, Ճապոնիան, Նիդերլանդները, Միացյալ Նահանգները։ Միացյալ Նահանգները ուզում է, որ Հայաստանում կիսահաղորդիչներ արտադրվի։ Բայց ԵՏՄ-ի հետ առևտուրը։ Գիտեք, ԵՏՄ-ի հետ առևտուրը փոխարինելու է գալու Ամազոնի հետ առևտուրը։ Եթե 2026 թվականին ընդհանուր գիծը պահում է, ես էլի վստահաբար եմ ձեզ ասում, սեպտեմբեր ամսին Հայաստան է մտնում ամերիկյան Amazon ընկերությունը։ Amazon ընկերությունում աշխատել ցանկացող Հայաստանի Հանրապետության ճարպիկ քաղաքացիները 2 ամսով դասընթացներ են անցնում։ Այդ դասընթացների գինը սկսում է $200-ից մինչև $2000, կախված ինչ ուղղության վրա են գնում։ Որից հետո լիցենզիա են ստանում, գրանցվում են Amazon-ում համապատասխան վճարներով եւ Կորեայից առնում են, վաճառում են, չգիտեմ, Միացյալ Նահանգներ, վաճառում են Բրունեյա, վաճառում են Արաբական Միացյալ Էմիրություններ։ Ես ուրիշ վախ ունեմ, որ մեր ժողովուրդը առևտրի առումով այնքան ճարպիկ է, որ այլևս այլ տեղերում չի աշխատելու, Հայաստանում նստած այստեղից Չինաստանից առնելու է Միացյալ Նահանգներ վաճառի ու փող աշխատի։ Ու թող աշխատի, ինչ է եղել։ Այդ գումարը Հայաստան հետ գալու է, այդ գումարը ծախսվելու է սուպերմարկետներում, ռեստորաններում, բարեկեցության վրա։ Այսինքն ինչ է նշանակում Ռուսաստանի հետ առավոտ չեք տեսնում, թե Լարսը ինչպես է փակնում, չենք տեսնում Սպայկայի հետ ինչ է կատարվում։ Այն կախվածություն առևտրային ինչը մենք ունենք Ռուսաստանից ու Վրաստանից, այդ մեր ազգային անվտանգության համար մեկ սպառնալիքն է։ Երբեմն ասում են տնտեսությունը կփլուզվի, եթե ԵՏՄ-ից դուրս գանք եւ Ռուսաստանը սկսի պատժամիջոցներ կիրառել։ Եվ կներեք, այս հարցը հիշեք, բայց Հայաստանի իշխանությունը ԵՏՄ-ից դուրս էլ չի գալիս, դա ասեմ ձեզ, եւ շատ հպարտանում են այնտեղ եղած ցուցանիշներով, եթե իրապես դեպի արևմուտք են մեզ տանում Եվրամիություն եւ այլն, ինչով սա պայմանավոր է, պարոն Սարգսյան։ Նախ ասեմ, որ այդ կարգի կախվածությունը ԵԱՏՄ-ից ճահիճ է, որ որևէ բան չի տալիս։ Բայց ԵԱՏՄ-ից դուրս գալու քայլերը պիտի լինեն Ռուսաստանից տարանջատման քայլերի հերթականության մեջ ոչ առաջինը։ Եվ կարծում եմ Հայաստանի Հանրապետության իշխանության տրամաբանությունը հենց ցնցումնային բան չառաջացնել։ Տեսեք, ասենք մարդիկ օրինակ ծաղիկ էին արտադրել ջերմոցներում։ Եվ այս խնդիրների վրա այդ ծաղիկները կանգնեցին, իսկ այդ մարդիկ վարկեր են վերցրել, այդ մարդիկ ջերուցման համար են վճարել, ու այդ մարդկանց ապրանքը չի գնում, ու այդ մարդիկ մնում են բանկերին տոկոսի տակ։ Պետությունը պատասխանատվություն կրում է, թե չէ, պետությունը կարող ասել չէ, չեմ կրում։ Բայց պետությունը իր քաղաքացին է ու ինքը սիրում է, չէ։ Ինքը չի ուզում, որ այդ քաղաքացին տուժի։ Ինքը մեխանիզմներ է գտնում, որ հետագայում այդ քաղաքացին այդ խնդրեմը չունենա։ Ու այդ առումով գյուղատնտեսության ոլորտում մենք լուծումներ մեր A5 ծրագրով առաջարկել ենք, որովհետև Եվրոպան մեզ առաջարկում է, իրենք Մոլդավա, Վրաստանում էլ են տարել։ Ասել են 2 տարով ձեզ թույլ ենք տալի, մինչև դուք կվերափոխեք ձեր համապատասխան ոլորտները, մտեք մեր շուկաները եւ իմիջայլոց SEPA-ի պայմանագրով հայկական գյուղմթերքը կարող է եվրոպական շուկա մտնել առանց մաքսատուրքերի։ Այդ իմացիք այդ հաստատ է։ Խնդիրն ուրիշ է, մենք այդ չափանիշներին համապատասխանում ենք, թե չէ։ Որպեսզի մենք այդ չափանիշներին համապատասխանենք, մենք պիտի անցնենք ինտենսիվ գյուղատնտեսության, որը իր մեջ ներառում է ճիշտ բուժում, որը իր մեջ ներառում է բնական աղետներից գյուղատնտեսության պաշտպանություն եւ որը իր մեջ ներառում է գյուղատնտեսական վարկեր։ 2 միլիարդ եվրոպան փողեր տվել եւ մենք կարող ենք այդտեղ օգտագործել, չէ՞։ Ինչու չօգտագործեցինք, որովհետև այն առաջարկները, ինչը Եվրոպան անում է, մեր գյուղացին դեռ չի ուզում դրան գնալ։ Մեր գյուղացին ասում է՝ խոշորացրեք
Եվրոպան ասում է խոշորացրեք ձեր տնտեսությունը, եւ ես այժմ վարկ տամ տրակտոր առեք, ցանցեր առեք կարկուտից պաշտպանվելու համար։ Իսկ մեր գյուղացու համար խոշորացումը դեռ կոլխոզն է, այն կոլեկտիվ տնտեսությունը սովետական միության ժամանակ։ Ինքն ասում է, չէ, ինչի խոշորանա։ Մի հեկտարը, մի հեկտարը ուզում եմ գրավեմ դնում, ուզում եմ ցանում եմ, չեմ ուզում, չեմ ցանում։ Ինքն էլ ցանում է ինչ իր քեֆը տա։ Այս պարագայում ես էլի գյուղացուն հասկանում եմ, բայց պետությունն անելիք ունի։ Պետությունը պիտի պլանավորի, թե գյուղացին ինչ ցանի։ Կտեսնեք եկող տարի Հայաստանի գյուղացիները ամբողջությամբ ձմերուկ են ցանելու, որտեղ այս տարի ձմերուկի գինը բարձր է մնացել։ Այսինքն գյուղացին շարժվում է այս սկզբունքով, իսկ այդ սկզբունքով չպիտի շարժի։ Եվ մյուս տարի էժանանում է ձմերուկը։ Այո, եւ մյուս տարի ձմերուկը էժանանում է եւ գյուղացին տուժում է։ Դրա համար պետք է գյուղատնտեսության նախարարություն ստեղծել, որը պիտի լուծի 3 խնդիր. գյուղացուն էժան գյուղական վարկերով վարկավորելու, բնական աղետներից ապահովագրելու եւ գյուղ մթերքը մթերելու առումով։ Այս 3 խնդիրն է, որ գյուղատնտեսության նախարարությունը պիտի լուծի ու գյուղացին որևէ խնդիր չի ունենա։ Այսինքն այս բացարձակ այլ հարթությունն է, որով մեր պետությունը պիտի աշխատանք անի, որպեսզի չասի, որ գիտեք ինչ, այ մեր ապրանքը այնքան վատն է, որ ռուսներից բացի ոչ մեկը չի առնում, Եվրոպա էլ չեն կարա տանենք։ Ուզած չուզած մնանք, դե մնացեք Ռուսաստանի հետ։ Ռուսաստանն էլ ինչ է ասում, նոյեմբերի 9-ին երրորդ կետ եվրոպացի դիտորդներին այդտեղից հանեք, այս Հայաստանի այդ հատվածում Սյունիքում մենք պիտի գանք վերահսկենք։ Իսկ եթե ռուսներն են վերահսկում, ինչ է տեղի ունենում։ Ոչ մեկը այդ ճանապարհով չի գնա գա։ Որովհետև այն տրանսսիբիրյան մագիստրալով ոչ մեկը չի գնում գալիս, որտեղ ռուսներն են վերահսկում։ Այսինքն, եթե ռուսներն են կանգնում այդտեղ, այդ ճանապարհը դառնում է միայն Ադրբեջանից Նախիջևան գնալու ճանապարհ, ինքը միջին միջանցք չի։ Իսկ ինչով եք պայմանավորում անվստահությունը որոշ քաղաքական ուժերի կողմից ամերիկյան այս ներկայության նկատմամբ, հա, անգամ այսպես կոչված իբր արմտամետ քաղաքական գործիչներ կան, որոնք ասում են ԱՄՆ-ն թուրքերին է բերում այստեղ, էլի, այսինքն այն դասական նարատիվները, որ կային, չէ, որ կամ ռուսը կամ թուրքը, հիմա քանի որ ռուսը չի, ամերիկացիներն էլ չեն, Թրամփը դա Թուրքիայի շահերն է սպասարկում։ Այո։ Մեր կուսակցությունում Հակոբ կա, որը սիրիահայ է եւ լավ տիրապետում է լեզուների։ Թուրքերեն, պարսկերեն, նաեւ եվրոպական լեզուների մի շարք։ Ընդհանրապես լեզուների եւ քանի որ լրատվական դաշտի ու լրագրության հետ սեր ունի նաեւ որոշակի բլոգ է վարում Հակոբը շատ հետաքրքիր մա։ Ինքը իմ համար թարգմանում է թուրքական մամուլում աչքի ընկնող հոդվածները։ Հավատացնում եմ ձեզ, որ անգամ գործ գայլերի մեջ չկա մարդ, որ ասի Հայաստանը պիտի լինի, ասենք Թուրքիայի վիլայետ։ Ստեղի ոչ միայն ռուսամետները, նաեւ որոշ արևմտամետներ ասում են Հայաստանը դարձնում են Թուրքիայի վիլայետ։ Ամերիկան է դարձնում։ Հա, Ամերիկան դարձնում է։ Թրամփի ուղով, այո։ Նայեք, Թրամփի ուղին։ Եթե դուրս գանք մանիպուլյացիաների դաշտից, ինչ է։ Թրամփի ուղին դա Միացյալ Նահանգների ազդեցության մեծացում է Ասիա եւ Եվրոպա մայրցամաքների վրա։ Սա գերկարևոր խնդիր է եւ այս խնդրի առումով մրցակցում են Թրամփն ու Միացյալ Նահանգներն ու Չինաստանը։ Այսինքն Թրամփի ուղու կողմնակից էր նաեւ Բայդենը, որը այն ժամանակ, եթե հիշում եք, Բլինկենը բազմաթիվ այցելություններ ունեցավ։ Էմանուել Մակրոնը 2 անգամ այցելեց Միջինասիական Հանրապետություններ։ Միջինասիա-Եվրոպա փոխադարձ առևտրաշրջանառությունը իսկապես կրկնապատկվում, եռապատկվում, քառապատկվում է։ Եվ եղած ճանապարհները ներքին միջանցքը ծովով, վերին միջանցքը Ռուսաստանով այսօր փակ է, չի կարողանում այդ ապրանքաշրջանառությունը իրականություն դարձնել։ Եվ խնդիր կա միջին միջանցք ունենալու։ Եվ այս միջին միջանցքում Հայաստանը միակ տեղն է, որտեղ Միացյալ Նահանգները կարողանում է ռեալ ազդեցություն ունենալ։ Ինչու՞, որովհետև Հայաստանում համատեղ է, կոնսեսիոն կառավարում է։ Հայաստանի իշխանությունը, ինչ եմ ես ասում, այս քաղաքական ուժերը պիտի ասեն, իրենք օգոստոսի 8-ի փաստաթղթին կողմ են, թե դեմ։ Այն փաստաթղթին, որը ստորագրել է Թրամփն ու Նիկոլ Փաշինյանը, դրանք կողմ են, թե դեմ, որի առաջին կետը կիսահաղորդիչներն են, երկրորդ կետը էներգետիկան է, երրորդ կետը նոր ճանապարհները։ Եվ այստեղ գերկարևոր է հետեւյալ բանը, որտեղ դա իր մեջ ներառում է ոչ միայն երկաթգիսնո ճանապարհը, չնայած դա էլ է շատ էական։ Օրինակ մի ամիս առաջ, մի շաբաթ առաջ կամ 2 շաբաթ առաջ Ղազախստանը գնել է ամերիկյան լոկոմոտիվներ 4 միլիարդի։ 4 միլիարդի։ Այս մայրցամաքում հələ ամերիկյան լոկոմոտիվներ չկային։
Հիմի այս կոնսենսիոն կառավարման պարագայում Հայաստանի երկաթգծում աշխատելու են ամերիկյան լոկոմոտիվները։ Եվ Հայաստանի այս տարածքը դառնալու է այդ լոկոմոտիվների գովազդի դաշտ, որով Միացյալ Նահանգները փորձելու է իր լոկոմոտիվները վաճառել։ Այստեղ խնդիրը ոչ թե այդ 46 կիլոմետրից եկած օգուտն է, դրա համար չի։ Իրենք նաև սպասարկելու են մինչև Ախուրյանն այդ տնկած ճանապարհը։ Եվ երկրորդ ամենաեկանը հետևյալն է, որ Միացյալ Նահանգները ուզում է Եվրոպային 30 միլիարդ խորանարդ մետր գազ տալ առաջիկա 20 տարում Թուրքմենիայից եւ Ադրբեջանից, հետո եւս 20 տարում եւս 30, ընդհանուր առումով 60 միլիարդ ռուսական գազին ալտերնատիվ։ Ռուսաստանը 150 միլիարդ է տալիս, չի ուզում Ռուսաստանին ամբողջությամբ կտրել այն շուկայից, որպեսզի Ռուսաստանը ջրի գնով Չինաստանին գազ չվաճառի, որտեղ Միացյալ Նահանգները համարում է իր մրցակիցը Չինաստանը։ Եվ այս ճանապարհի վրա, երբ որ իրենք այդ գումարը դնում են, այսինքն առաջիկա 20 տարում այդ ճանապարհի վրա որևէ մեկը պատերազմ չի անի, որտեղ Թրամփի առաջարկած ձեռնատու է Ադրբեջանին, ձեռնատու է Միջինասիական Հանրապետություններին, ձեռնատու է Հայաստանին, շատ ձեռնատու է Թուրքիային, ձեռնատու է Եվրոպային։ Այս է Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի տարբերությունը։ Ռուսաստանի առաջարկը ոչ մեկին ձեռնատու չի, ոչ Ադրբեջանին, ոչ Միջինասիական Հանրապետություններին, ոչ Թուրքիային ձեռնատու չի, որտեվ եթե Ռուսաստանը կանգնեց, ինքն է վերահսկելու այդ ճանապարհով գնալ գալը։ Իմաստը կորցնելու է։ Այո, դա դառնալու է ձեռնատու միայն Ադրբեջան Նախիջևան կապին, որը տնտեսական առումով չի լրացնում, չի տալիս այն առավելությունը, ինչը Ադրբեջանը կունենա Միջին-Միջանցքի պարագայում։ Հիմի տեսեք, վարչապետը խոսում է Ադրբեջանի հետ ամբողջական ճանապարհների ապաշրջափակման մասին։ Այսինքն խնդիրը այդ ճանապարհը չի, ճանապարհների ապաշրջափակումն է։ Եվ եթե մենք Երևանից նստում ենք գնացք ու գնում Սոֆիայում իջնում ենք հարագընթաց գնացքով, կամ եթե մենք մեր բեռները բարձում ենք ու սպայկայի մեքենաներով չեն գնում Լարսով, որ բացվում, փակվում է եւ այլ ուղակի գնում են մինչեւ Եվրոպա, ոնց ուզում են, կամ հասնում են Տարտոս նավահանգիստ, այս բավականին լուրջ խնդիր է բացել։ Մենք տեսնում ենք Վրաստանում ինչ է կատարում։ Վաղը որ Վրաստանը փակվի, մենք ինչ ենք անելու։ Իրանում խնդիրները միջուկային էս համատեքստում, որ զարգանում են։ Իրանը կրոնապետական երկիր է եւ այնտեղ ցնցումները բացառված չեն, ինչպես ներքին ցնցումները, այնպես էլ արտաքինից հրահրած, եւ օրերից մի օր այնտեղ այդ փոփոխությունը լինելու է, մենք 21-րդ դարում ենք, ու այդ ժամանակ ինչ ենք անելու այդ ճանապարհը։ Դե ամեն դեպքում կան գործիչներ, որ բաց ասում են, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի այդ կարգավորման օրակարգը արհեստական է եւ Ռուսաստանին մենք կներգրավենք որպես զսպման գործոն Եվ Ռուսաստանը այդ բոլոր խնդիրները կլուծի, այսինքն շարունակել այնպես, ինչպես վարվել ենք մի 20, 25, 30 տարի։ Եվ այս հարցից նաև ավելացնեմ այդ Ռուսաստանի զսպման գործում, արդյոք Ռուսաստանը կհաշտվի, պարոն Սարգսյան, այսքան հեշտ իր դիրքերի զիջմանը նկատի ունեմ այդ ճանապարհ չստանալ եւ 26-ի ընտրություններում դուք տեսնում եք ռիսկ ներքաղաքական իրադարձություններին միջամտելու։ Երկու հարց՝ Ռուսաստանը զսպող գործոն եւ երկրորդը Ռուսաստանի հավանական միջամտությունը 26-ի ընտրություններին։ Արդյոք դա հնարավոր է։ Ես համարում եմ, որ Ռուսաստանը այս տարածաշրջանում խաղաղություն չի ուզում, որտեղ խաղաղության պարագայում իր ներկայությունը կամ իր սահմանապահ ուժերի ներկայությունը դառնում է անիմաստ։ Ես ավելի վստահ եմ, որ առաջիկայում համոզված եմ նաև, որ առաջիկայում Իրան-Հայաստան սահմանից սահմանապահները դուրս են գալու։ Ռուսական։ Այո, ռուսական սահմանապահները դուրս են գալու, հետո խնդիրը երկրորդ փուլով արդեն կլինի հայ-թուրքական սահմանից։ Եվ այս առումով ռուսները այս հասկանալով ուզում են, որ մենք Թուրքիա եւ Ադրբեջանի մեջ միշտ տեսնենք թշնամի, ինչն էլ անում են Հայաստանում ձեր նշած քաղաքական ուժերն ու գործիչները։ Եվ նրանք, ովքեր որ ասում են դուք այն ժամանակ, ասենք, չգիտեմ, ձեր արտգործ նախարարով Շվեյցարիայում բլդուղ էիք անում, ֆուտբոլային քաղաքականություն էիք անում, փորձում էիք Թուրքիայի հետ հարաբերությունները լավացնել, այդ ժամանակ ոչ մի բան չէիք ասում։ Իսկ այդ ժամանակ տեսնում եք, որ դա միջոց է, որ հարևան է, հարևանների հետ անընդհատ թշնամական ու պատերազմական իրավիճակում գտնվելուց օգտվում են երրորդ ուժերը։ Բնականաբար այդպես է եղել եւ բոլոր ուժերն էլ հայոց ցեղասպանությունը ճանաչել են այն ժամանակ, երբ իրենց պետք է եկել։
մենք ինչ չենք հասկանում։ Թուրքիայի հետ հարաբերությունների Այո, Թուրքիայի հետ հարաբերությունների հարթությունը։ Այսինքն Ռուսաստանն ուզում է, որ Հայաստանի համար միշտ Թուրքիան ու Ադրբեջանը լինեն սպառնալիք, եւ այստեղ իր ազդեցության տակ ունեցած այդ քաղաքական ուժերին ասում է, ովքեր Թուրքիայից սպառնալիք չեն տեսնում, ուրեմն վիլայեթի կողմնակից։ Լոգո է, կախում է մարդկանց վզին, բայց մարդիկ դրան չեն հավատում։ Դրա համար իրենց հետևից որևէ մեկը չի գնում։ Հասկանում եք, իմին նույն էջմիածնում, երբ որ որոշակի առումով շփվում եմ մարդկանց հետ, որոշակի թաղի տղեկ, ես այսքան քվե ունեմ, այնքան քվե ունեմ, մոտենում եմ սրան, նրան, կապեր, չի աշխատում ժողովուրդ այդ բաները, որովհետև այդ թաղի տղեկ եւ այլը իրենց ազդեցությունը այլևս կորցրել են, որտեղ 2017 թվին, երբ որ ժողովուրդը փողոց եղավ, փողոց դուրս եկավ 18-ին, այո, փողոց դուրս եկավ դրա համար, որ այդ մեխանիզմը թաղի տղեկի իմ ասածով 10000 դրամով, դրանց մերժի։ Իրենք այդ հին մեխանիզմով են ուզում։ Այն մարդիկ, ովքեր որ այդ թաղի տղի ասածը չեն անելու, իրենք 3-4 անգամ ավելի շատ են։ Ու այդ թաղի տղեկը այդ մարդկանց չեն էլ մոտենում, որտեղ գիտեն իրենց ասած այդ մարդկանց մոտ չի էլ անցնելու։ Այդ մարդիկ էլ առանձնապես զայն չեն անում, ցույց չեն տալի թե իրենք որտեղ են եւ ինչ են մտածում, եւ 2026 թվին պատասխանելով ձեր հարցին, մենք այդ մարդկանց իրական ուղի ենք ցույց տալու, որ 26 թվից հետո Հայաստանը 5 տարվա մեջ այնպիսի վերելք է ունենալու, հենց նույն օգոստոսի 8-ի փաստաթղթի այդ 3 կետերը իրացնելով, այնպիսի վերելք է ունենալու, որ տարածաշրջանի մնացած 3 երկրները նախանձելու են Հայաստանի ձեռքբերումներին։ Մենք բացարձակ այլ նիշայի, այլ մակարդակի վրա ենք դուրս գալու։ Եվ մենք չենք վիլայեթանա, պարոն Սարգսյան, այդ ընթացքում։ Գիտեք, տարածաշրջանում Թուրքիան չի, տարածաշրջանում Միացյալ Նահանգներն է։ Իրան-Իսրայել պատերազմի ժամանակ Թուրքիան ու Ռուսաստանը հոխորտում էին, ով բանի տեղ դրեց։ Թրամփը բանի տեղ դրեց, Թուրքիայի ասածները, ուզեց ռմբակոծեց, չուզեր չէր ռմբակոծի։ Թուրքիան, Ռուսաստանն ու Ադրբեջանը միշտ 3+3-ով ուզում էին Հայաստանին բերեն նոյեմբերի 9-ի 9-րդ կետը ստորագրել տան։ Ալիևը բազմաթիվ անգամներ ասում էր, որ ամենալավ թուղթը ստորագրելու տեղը Մոսկվան է։ Կարողացան։ Չկարողացան, չէ՞։ Թրամփը երկուսին էլ, Ալիևին էլ, Նիկոլ Փաշինյանին էլ տարավ հասցրեց Վաշինգտոն, երկուսով էլ սազներն առած գովեցին Թրամփին, Նոբելյան մրցանակի առաջարկեցին ու շատ էլ ճիշտ արեցին, որտեղ խնդիր լուծեց։ Նախաստորագրեցին խաղաղության գործընթացը։ Քաղաքացին դա որպես Փաշինյանի ձեռքբերում կդիտարկի, պարոն Սարգսյան, թե օրինակ խորհրդանական ընդդիմությանը կհամոզվի համոզել քաղաքացիներ, կհաջողվի համոզել քաղաքացիներին, որ դա պատերազմի նախադուր է, այսպես, եւ զիջումների նոր տարածք։ Գիտեք, որովհետև ՔՊ-ի մոտ ակնհայտ է ցանկություն դա որպես ձեռքբերում ցույց տալ։ Պատերազմում տխուրը նա է, որ մենք պարտվել ենք ու ես տեսնում եմ, որ մեր ժողովուրդը կամաց դուրս է գալիս այդ պարտության դառը բարդույթից։ Այս վերջում Մալաթիա Սեբաստիա համայնքում 100-ամյակ էին նշում, եւ ես տեսա, որ ժողովուրդը իսկապես ուրախանում է, իսկապես ապագայի հույս ունի, ճիշտ է լիքը հոգսեր ունի, ճիշտ է ԿՊ-ից բողոքում է, ու շատ պինդ է բողոքում, ու ճիշտ է բողոքում, բայց ինքը ապագայի հույս ունի։ Մեր ժողովուրդը 2020 թվականի պատերազմից հետո, առավել եւս 2023-ի Արցախի բռնի տեղահանությունից հետո Ռուսաստանի վստահելիության մակարդակը հավասարեցրել է 0-ին կամ 0-ին մոտ։ Հետևաբար գիտակցաբար թե ենթագիտակցաբար Ռուսաստան ասողները իմ կարծիքով չեն կարող հաջողություն ունենալ։ Սրանից կօգտվի Նիկոլ Փաշինյանը, չի օգտվի Նիկոլ Փաշինյանը իր գործն է։ Ես հաստատ օգտվելու եմ, որովհետև ես բազմաթիվ ծրագրեր եմ առաջարկում, որոնք մեր հանրության որոշակի հատված համարում է շատ իրատեսական։ Տեսեք 5 տարի 2021 թվականի ընտրություններում ես ասում եմ մենք 44 հանքավայր ունենք, 4-ն է աշխատում։ Ու պետք է դրանք աշխատեցնել։ Ասում եմ, որ մենք հանքարդյունաբերությունը պիտի վերածենք լեռնամետալուրգիայի, որ այդ զուլենք։ 2 օր առաջ Նիկոլ Փաշինյանը այդ 21 թվականից հետո այդ նույն բանը գրեց համացանցում։ Ես շատ ուրախ եմ։ Իհարկե լավ կլիներ, որ այն ժամանակ արդեն արած լիներ։ Սովորական բան ասեմ, տեսեք, Սովետական միության տարիներին երկրաբանական վարչությունը, Սովետական միությունը վճարել է իրենք լավ հետազոտություններ են արել։
88 թվականից հետո էլ գումարներ չեն վճարել երկրաբանության համար, բայց այդ նախկինի վճարածները ահռելի արդյունքներ ունեն տված։ Եվ այդ արդյունքներով բազմաթիվ հանքավայրեր կան ոսկու, որոնք սովետական միությունը համարել է արդյունաբերական առումով ոչ նպատակահարմար, այդտեղ 3-ից մինչև 15-20 տոննա ոսկի կա։ Եվ այդ հանքավայրերը այսօր կան։ Ես ձեզ ասեմ, այսօր 1 տոննա ոսկին արժի $121 միլիոն։ Ուզում ենք բյուջեն բազմապատկենք։ Ընդ որում այդ հանքավայրերը կարելի է շահագործել հորատանցքային, առանց բաց հանքերի։ Հորատանցք անես ու այդ ոսկին հանես, վաճառես։ Ադրբեջանը ինչ արեց։ Ադրբեջանը իր ունեցած ամենաթանկ բանը, նավթն ու գազը տվեց British Petroleum-ին։ Նա ճիշտ շահագործեց, ինքը հարստացավ, եւ ՄԱԿ-ի ամբիոնից Ադրբեջանի նախագահը ասում է մեր պետության միջպետական պարտքը 16 անգամ ավելի փոքր է, քան մեր ունեցած պահեստային ֆոնդը։ Պատկերացնում եք, այդ ինչ երկիր է։ Հիմա մենք ինչ ուզում ենք այ մեր եղածը պահենք, գյուղացիներն ասեն, վայ, մեր կովը, մեր կաթը, սանք չբացեք, հիմա էլ դրել են կարգ են հորինը, ամեն տեղում ժողով են անում, այստեղ չգիտեմ, լրատվականներից ու էկոլոգներն էլ գնում են, ինչ կա չկա փակում են, ընդերք օգտագործել պետք չի։ Մենք էլ մեր ընդերքը քաջարանը տվել են գեոպրոմայնինգին, որը չգիտեմ, արդեն որ երրորդ դատական process-ի մեջ է, օֆշորներում գրանցված, Զուրաբովը դատի է տալիս Տրոցենկոին, Տրոցենկոն Զուրաբովին, Հայաստանը ինչ որ բաժնեմաս ունի, Այս ձախ մասը չի շահագործվում ընդհանրապես։ Ու այս ամեն ինչի մեջ մենք չենք հարստանում։ Ես ավելին առաջարկեցի իշխանություններին, ասեցի անցած տարի պետությունը 100 միլիոնի դիվիդենդ է ստացել այ քաջարանից։ Շատ լավ է։ Ես գտնում եմ, որ պետությունը ոչ թե նեոլիբերալիզմի սկզբունքով պիտի ձեռքերը կողք քաշի մենակ հետևի ասի հարկերս տվեք։ Պետությունը պիտի ընտրի որ ոլորտներն են իր համար առաջնահերթ եւ այդ ոլորտներում մասնակցություն ունենա։ Եթե պետությունը մասնակցում է, ինքն էլ է ներդրում անում։ Ներդրումների թիվը եռապատկվում է։ $1 միլիարդ ներդրումը Եվրոպայում 22,000 աշխատատեղ է բերում։ Հայաստանում այդ հաստատ ավելի շատ է լինելու։ Ես գտնում եմ, որ պետությունը ճիշտ կանի, որ մասնակցի։ Հիմա հեծերի մասով էլ, եթե վաճառի էլ ինչ որ բաժնեմաս, որտեղ դա ոլորտային է, պիտի պահի իր ձեռքը։ Ռազմավարական նշանակություն ունի, այո։ Եվ ես ասում եմ, որ այ այդ գումարը, որ առաջացել է այդ 100 միլիոնը, որը դու բյուջեով չես նախատեսել, չէ՞։ Այդ գումարը ինչ է սանվելու։ Այդ գումարը այլ հանքավայրերում դիլ որպես քո մասնաբաժին այդ գումարից եւ մասնաբաժին վերցրու։ Հենց որ դու մասնակցես այդ հանքավայրի վրա, ներդրողների թիվը կավելանա։ Այդ գումարը դիր բանակի վրա, այդ գումարը դիր կրթության վրա։ Ավելին նույնիսկ առաջարկել եմ ասել եմ կրիպտոարժույթ գնեք։ Այն ժամանակ, երբ որ ես առաջարկում էի կրիպտոարժույթ գնել, կրիպտոարժույթը 800,000 էր։ 80,000 էր ներողություն, $80,000 էր։ Հիմի $123,000 է մեկ կրիպտոարժույթ։ Այսինքն 4 ամիս, 5 ամիս առաջ եթե իրենք այդ գնացելնեին, տեսեք տարբերությունն ինչքան էր լինելու։ Պետությունը շատ զգուշավոր, վախեցած, այ այդ Ռուսաստանից ինչ կասեն, բայց այդտեղից ինչ կանեն, այդ քայլերն է անում, ինչի առումով էլ որոշակի բողոքի խնդիր է առաջանում, որտեղ մարդիկ ռեալ փոփոխությունը չեն տեսնում։ Բայց ռեալ փոփոխության համար քայլ առ քայլ նաև ռիսկային քայլերի է գնալ պետք։ Այո, հեշտ չի լինելու է ԵՏՄ-ից անջատվելը։ Միանշանակ հեշտ չի լինելու, բարդ է լինելու։ Այսքան տարվա կապեր, առևտուր Վրաստանի համար հեշտ էր։ Ամբողջ գինագործությունը վերափոխեց, հիմա վրաստական գինիները նույն Ռուսաստանում ավելի թանկ են, քան հայկական կոնյակը։ Մոլդովայի համար հեշտ էր կտրվելը։ Այդ մոլդովացին կարողացավ կտրվել, սովից չմեռավ, հայը սովից մեռնելու է։ Այս տրամաբանությունը, որը բերում են նախկինները, ապրելու իրավունք չունի, ապրելու տեղ չունի։ Եվ այն, որ ասում են, ասենք, չգիտեմ, նոր կուսակցություն ենք ստեղծել մեր ձևով եւ այլս, այս համատեքստերը, որոնք փորձում են ընտրական տեխնոլոգիաներով աշխատեցնել, իմ կարծիքով չի աշխատել։ Եվ դուք ձախողելու եք կոնսենսուս -1-ը։ Մենք միանշանակ ձախողելու ենք կոնսենսուս -1-ը, որովհետեւ մենք միանշանակ ռուսական գաղափարախոսություն կամ Ռուսաստանի հետ չլինելը շան տղություն համարող քաղաքական կուսակցությունների հետ դաշինք չեն կազմելու։ Մենք դաշինք կազմենք այն ուժերի հետ, ովքեր Հայաստանի զարգացումը տեսնում են ԵՄ-ում, տեսնում են Արևմուտքում։ Սա միանշանակ է։ Եվ այս համատեքստում, գիտեք, ես օրինակ շատ նորմալ եմ նայում, երբ որ ասենք Սամվել Կարապետյանի եղբոր տղան պաշտպանում է իր հոր եղբորը։
Շատ նորմալ եմ նայում, երբ որ Ռոբերտ Քոչյանի տղան պաշտպանում է իր հորը։ Դա դրական բան է, Ռաֆու Սամվելի հերոսացնելու կողմնակիցը չեմ։ Տղան հորը պիտի պաշտպանի, հորեղբորը պիտի պաշտպանի։ Ուղղակի այդ պաշտպանությունը, երբ որ քաղաքական դաշտում փորձում ես արդյունք ունենա, դու նաև նոր գաղափարներ պիտի բերես։ Իսկ իրենց արածը, այն որ ասում են մեր ձևովը, այդ ամենավատ հին ձևովն է։ Ամենավատ հին ձևովն է, որտեղ իրենք ինչ են անում։ Հին ձևը ինչ էր, ընտրակաշառք էին բաժանում։ Կար կուսակցություն Մուրաբա էր բաժանում, կար կուսակցություն Տուկիթել էր բաժանում։ Հիմա իրանք դպրոցական պայուսյակ են բաժանում։ Գյումրիում ասում են ուզում եք այդ փողը մենք տանք այդ տոնը արեք եւ այլն, սկարկի բանը։ Այսինքն այն հին ձևի, հին ավանդույթների կաշառքով եւ այլնով աշխատեցնելու որակից եւ այլից լավ եք աշխատում, ցանցերը ինչի են այդ վիճակը։ Ինչի են մի հատ անձրևի դեպքում բոլոր Հայաստանի գյուղերում ու բանաշրջաններում լույսերն անջատվում, թեթև անձրևի դեպքում, թեթև կամու դեպքում։ Ես գիտեմ, իրենցից մեկն էլ ինչ-որ ասել էր, որ առաջին տարին հենց $20 միլիոն շահույթ ստանալուց հետո Սամվել Կարապետյանը ոչ թե շահույթը վերցրել է, այլ ասել է ներդրեք ցանցերի մեջ։ Այսինքն հենց առաջի տարին ոչ միայն ծախսն է հանել, $20 միլիոն շահույթ է ունեցել։ Այդ համակարգը, այդ իրենք են ասել։ Ու այս ցանցերը ովքեր որ վերցրել են, մաշեցրել են մինչև վերջ։ Այն դասականի ասած մինչև քուքը, ոչ մեկը չի, եթե կորուստներ կա, պիտի փող դնես, որ կորուստները չլինի, չէ։ Ոչ մեկ փող չի դրել, որ այդ կորուստները չլինի։ Եկել են, շահույթը կա, իրենց համար շահագործել են, բարձր աշխատավարձները գրե գնացել են։ Ու այդ առումով մենք ամբողջությամբ ռուսական համատեքստում ենք։ Հիմա Միացյալ Նահանգներն առաջարկում է կապսուլային ատոմակայան, ասում են, վայ, Միացյալ Նահանգները դեռ չունի փորձարկման է, այ Ռուսաստանը մենակ ունի։ Կոպտագույն սխալ, մանիպուլյացիա։ Առաջի կապսուլային ատոմային կայանը 1958 թվականին արել է Միացյալ Նահանգները, որը դրել է իր Սուզանավի վրա։ Հիմա Միացյալ Նահանգների ամենախոշոր ավիակիրը իր վրա 7 կապսուլային ատոմակայան ունի։ Հակառակ դեպքում այդ ահռելի լողացո չէ կարող տեղաշարժվել, որի վրա այդքան ինքնաթիռներ, ուղաթիռներ ու այդքան զորք կա։ Այսինքն այս առումով Միացյալ Նահանգները հիմնականում կատարելության է հասցրել իր կապսուլային ատոմակայանները։ Ես չեմ ասում ռուսական ատոմակայանները վատն են։ Մեր մեծամորը լավ օրինակ է, որ ռուսական ատոմակայանը նույնիսկ կանգնեցնելուց հետո աշխարհում այդպիսի բան չի եղել, որ կանգնեցրեցինք, հետո վերագործարկեցինք ու փառք Աստծո, աչքով չտանք, առեսօր աշխատում է ու որևէ խնդրեմ չենք ունեցել այս առումով։ Բայց մեր էներգետիկան ամբողջությամբ կախված է Ռուսաստանից։ Ու եթե Ռուսաստանինը թեկուզ լավն է ու էժանել է, ձեռնատու է այսօր առնել Միացյալ Նահանգներից, որ դիվերսիֆիկացնես, որ միայն մի երկրից կախված չլնես, որ ասի գիտես ինչ, եթե դու մեղրի միջանցքը չես տալիս ինձ, ես էլ կոշտ վառելիք չեմ տալի ու լարսում էլ սպայկայի ավտոները կանգնում են։ Այս տրամաբանությունից դուրս գալու ինչ ելքեր են առաջարկում այդ ռուսամետները։ Ընդհանուր առմամբ ոչ մի։ Մարզ առմազ խոսում են ամեն մարզի ծրագրից եւ այլնից։ Այդ ծրագրերը չեն կարող իրականություն դառնալ, եթե Հայաստանում չկա ներդրումային մթնոլորտ, ներդրումային միջավայր։ Նույն հարկարդյունաբերությունը լեռնամետալուրգիա դառնալու համար ես 40 էջից բաղկացած 10 մետալուրգիական ահռելի պոտենցիալ ունեցող երկրների փորձառության փաստաթուղթ 40 էջից բաղկացած այդ փաստաթղթի գինը $3 միլիոն է եղել, որը արել է Լեռնամետալուրգիայի ինստիտուտը Valex ընկերությունը։ Ներկայացրել եմ Մեջլոմյան Վալերիի հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ինքը ուղարկել է փոխվարչապետի մոտ։ Փոխվարչապետը այդ նայել է, հավանաբար գլուխ չի հանել ու մնացել է այդպես։ Հետո այս նոր փոխվարչապետը, որ եկավ, որը նախկինում Վալեքսում հաշվապահ է աշխատել, իրեն տարանք։ Հասկանում եք, հարկային որոշակի դաշտ պիտի ստեղծես, որ այն 44 հանքերը, որոնք սեփականաշնորհված են, մարդիկ կան։ Մարդը գիտի այդտեղ ոսկի կա, բայց չի արտահանում։ Ինչի՞։ Որտեղ քո հարկային քաղաքականությունը այնպեսին է, որը ոչ միայն որը հարկի քանակն է ավելացնում, ոչ թե հարկատուների թիվը։ Մենք պիտի աշխատենք, հարկատուների քանակն ավելացնենք, նորանոր ձեռնարկություններ ստեղծվեն, որոնք հարկ վճարեն։ Ոչ թե եղած հարկատուների վրա օրական հարկը մեծացնենք, մինչև դրանք խեղդվեն։ Էս են արել, մինչև այսօր էս են արել։ Եվ ես այս բազմաթիվ անգամներ քննադատել եմ։ Ու էլի շատ բաներ են արել, որոնք քննադատել եմ։
Բայց այս իշխանությունը գնացել է Միացյալ Նահանգներ թուղթ է ստորագրել Թրամփի։ Ինքը չի գնացել Մոսկվա թուղթ ստորագրելու։ Այս իշխանությունը ինքն է Եվրոդիտորդներին բերել այստեղ։ Այս իշխանությունը մեր դիմումի համաձայն ազգային ժողովում օրենք է ընդունել։ Սրանք քայլեր են, որոնք կարող են կիսաքայլ համարվել, բայց դրանք բավականին լուրջ ու ռիսկային քայլեր են։ Ի տարբերություն այն մյուսների, որոնց հետ որևէ պարագայում կոնսենսուս -1-ի չեմ գնա, ինչքան էլ բզբզեն իրենց այդ տակտիկական մեխանիզմները ես վաղուց եմ անցել։ Քաղ տեխնոլոգիաները թող չփորձեն մեր վրա կիրառել։ Այդ քաղ տեխնոլոգիաներին ես լավ ծանոթ եմ։ Վայ, որ մենք էլ ասենք, գիտեք, ինչքան վատ է, որովե կերպ իր հետ բան չենք անում։ Բարև ձեզ։ Այդ դուք բոլորով սպասարկում եք Ռոբերտ Քոչարյանին, 7 հոգով մտնում եք, որ մի հատ Ռոբերտ Քոչարյան սպասարկեք։ Այստեղ պիտի կոնսենսուս -1 լի, որտեղ էս ամենավատն է։ Այդ դուք էլ հայտարարեք, որ Փաշինյանի հետ կոալիցիա չեմ կազմի, դա է հավանաբար ասածը։ Ես երբեք նման բան չեմ հայտարարել։ Ես Գյումրիի ընտրություններում էլ Ազատություն ռադիոկայանի առաջին իսկ հարցին ու հիմա էլ Էջմիածնի ընտրություններում հետեւյալ բանն եմ ասում։ Ասում եմ կոալիցիաների կարելի է անդրադառնալ այն ժամանակ, երբ որ քվեարկության արդյունքները པարզ կլինեն։ Հիմա ցանկացած քաղաքական ուժ մասնակցում է ընտրություններին հաղթելու եւ լավ արդյունքներ վերցնելու առումով։ Ես նաեւ ավելացնում եմ, որ որևէ կերպ դաշինք չեմ կազմի պրոռուսական եւ Ռուսաստանի հետ չլինելը շանտողություն համարող նորաստեղծ բանը հայհոյանքը քարոզչության միջոց դարձրած քաղաքական ուժերի եւ միավորումների։ Հիմա ասենք Ժառանգություն կուսակցությունը մասնակցում է ընտրության ինչի համար։ Որի՞նչ անի։ Ասենք հայրենիք կուսակցությունը Վանեցյանի մասնակցում է ինչի համար։ Այդ ինչի իրանք մասնակցում են հաղթանակի համար։ Մենք պետք է մասնակցենք ԿՊ-ին աջակցելու համար։ Այդ ով է հորինել Կիրիենկոն, ու իրենք մտածում են, որ այդ կուտը ես ուտելու եմ։ Չարաչար սխալվում են, չկա տես բան։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Factor TV-ում հյուրընկալել էինք Արամ Սարգսյանին։